մի հատ արդեն այդ եթե 5-6 տարի առաջ որ խոսենք երկրում համատարած վախի մթնոլորտ, չնայած կառուցվել է այն ժամանակ։ Ուղղակի այն ժամանակ շատերը չէին նկատում։ Հիմա դրանք կգանք, ուղղակի քանի թեման դեռ չենք անցել, որովհետև դա հետաքրքիր թեմա է, ես ասում եմ, ես ուզում եմ դրա մասին, որովհետև նաև քո գրառումն եմ կարդացել արձագանքը քաղաքական ուժերի արձագանքներին, թե ինչ հայտարարություններով էին տածում, միանշանակ կիսում եմ քո մոտեցումը, հիմա դրանք կգանք։ Բայց մինչ այդ գետնին պարկասնելու հետ կապված մեր դիտողներից Օլգա Սատիրյանը մեկնաբանում եւ ուզում եմ այս մեկնաբանության անպայման պատասխան ասեմ, բայց իմ կարծիքով ցանկացած մարդու ոստիկանի կողմից գետնին տապալվելը ոչ մի փակագծում զապադվող բան չկա։ Սիրելի Օլգա, այո, լրիվ համաձայն եմ ձեզ հետ։ Հարցը նա չի է, ես չեմ ասում, որ Ծառուկյանի համար զապադվող էր, որ եկան իր տան մեջ իրեն պարկասրեցին։ Ես ասում եմ, անկեղծ եմ ասում, ինձ համար էր զապադվող, որ իմ երկրի մեջ ինչ որ ներդրում ունեցած մարդուն ոչ տարիքն են հաշվի առնում, ոչ վաստակն են հաշվի առնում, ոչ սոցիալական դիրքն են, ոչ մի բան հաշվի չառնելով գալիս են ինձ համար է դա զապալը, որպես մարդ, որ այս պետության ու հասարակության անդամն թեկուս ներդրում չունեցած մարդ լիներ, թեկուս լիներ գործազուրկ, գործ ապրես։ Ինքը չի դիմադրում, դու թեկուս հանցագործ չի դիմադրում, օրենքով դու չպետք է իրան տապալես գետնին։ Եթե չի դիմադրում, ասում է, հա եկեք ինձ ձերբակալ եք։ Հանա որ դիմադրել են 8 հոգուն կշպրտեր աչու ձախ կաներ, ասեմ մի վարկյանում աչու ձախ կաներ։ Բայց այդտեղ իսկապես հանրային բան է։ Ես կարող եմ հիմա մեղավոր բան կասեմ, անկեղծ եմ ասում, մինչև այդ կադրի տեսնել, այդքան սրտից մոտ չէի ընդունում այդ սաղ process-ը, որովհետև դրա հիմքում տեսնում էի քաղաքական process։ Մենք դա հա պայքար է։ Այն որ ասում է թուրքը իր թուրքությունն է արել միշտ մեր դեմ, տականքը իր տականքությունն է անում, Նիկոլն էլ իր նիկոլությունն է անում։ Ու ասենք ոնց բաներ էլի դա մենք էլ պետք է մերը անենք այս բանը։ Բայց երբ որ դա ես տեսնում, արդեն ասում ես, չէ, դա արդեն հանրային սոցիալական պատասխանատվություն է, թե չէ, խիղճ չի, էստի ուղղակի ես բան է հասկանում, թե ուր է ինքը տանում։ Մի հատ վիդեո հիշեցի, մի 2-3 ամիս առաջ աշկովս ընկավ, էլի ինչ որ մեկի տուն էին ներխուժում, ուրեմն բերել են այն դուռ ջարդելու գերաններից կա, այն հատուկ հա ոստիկանության, գալիս են դռանը խփում են, այն մարդը դուռը բացում է, չեն ջարդում, այն մարդը բացում է, գալիս էլի ոլորում են ինչ-որ բան, շոու վազում, այս կողմ, այն կողմ, կամերան այն կողմ, այս կողմ, այն կողմ, բան, մի հատ ես իմիշ, բայց ախպեր այդ մարդը ասում է, հա ինչ է եղել, գալիս եմ, բայց չէ, պետք է իրան գցեն գետին, թևերը ոլորեն, ձեռնաշխտաները գցեն։ Ժամանակին դիմակ չկրելու համար է մարդկանց բերում, հա, տապալում են, գցում են։ Այդ տենց բաներից են սկսել, տենց փոքր իբր հանրային շահի համար բան անելով, հա, չնայած իրականում այդ սկսվեց այդ իրա ծեփեն պատերով փռեմ բանին, որ սկսեցին 2-3 ավտոյով տեղափոխվող ինչ որ հարուստների բաների թիկնապահներին տենց ոլորել թևերը, բան անել, անընդհատ, հա, օրինական թիկնապահ կազմակերպության լիցենզիայով եւ այլն, այսինքն կազմակերպության ընկերություն, քանի անգամ այդ խեշտարակին տարան ապօրինի զենքի կասկածով։ Ու ամեն անգամ կասկածը չի հաստատվում, ու ամեն անգամ էլ ասում են օպերատիվ տեղեկատվություն ունենք, հա ոչ մի բան էլ չունեն։ Բայց երբ դա դառնում է սովորական, արդեն դա արվում է ավելի բաց, ավելի ցուցադրական ու այստեղ շատ կարևոր է էլի բոլոր այդ դեպքերի վերաբերյալ հնարավորինս մեծ հանրային վրթովմունք, արձագանք պետք լինելու։ Ապրես, հիմա գան նրանք ինչի մասին, որ ուզում եմ։ Ես իսկապես կարդացի, երբ որ Ծառուկյանի հետ կապված այս դեպքեր եղավ, ընդդիմադիր կուսակցությունների հայտարարություններ, դատապարտում ենք, սա բռնապետություն են կառուցում եւ այլն։ Հետո այդ նույն կուսակցությունները սկսեցին իրենց դաշինքներով հայտարարություններ տարածել, ելի մոտորապես նույն գնահատական։ Հետո առանձին ուժերը սկսեցին դատապարտել, քննադատել եւ բացահայտել Նիկոլի բռնատիրական հակումները, էությունը չէ, հակումներն կամ չգիտեմ, ձգտումները, որ հետո մի հատ էլ պահանջել միջազգային հանրության բռնեցեք Նիկոլի ձեռքը ինքը Հայաստանում բռնատիր։ Ախպեր այդ ի՞նչ է։ Չէ, լավ է որ արձագանքել են, բայց ես երեք գրեցի
կարդացել ես, հա, կարդացել եմ, այո, համաձայն եմ, որ այս մասը բացահայտենք, սիրելի հերոս, կարճ եթե ասենք, բայց հիմա կարողանա ավելի մանրամասն կաս։ Ընդդիմությունը արձագանքում է մի իրավիճակի, որ այլևս գոյություն չունի, վաղուց գոյություն չունի այդ իրը։ Հիմա միտքը խնդրեմ բացահայտ